Փորձում են ծաղիկները ջրեն չչորանը դրսից։ Ավելի քան 20 օր է Օլիմպիավան մարզահամալիրի դռները փակ են։ Աշխատողները, մարզիչներն առանց աշխատանքի են, մարզիկներն ու հաճախորդները առանց մարզվելու, պարապելու։ Ինչպես է այս վիճակն անդրադառնում օլիմպիավանցիների վրա։ Տարվա պլանի մեջ կար հուլիսի 26-ին մրցաշար էր, որտեղ Օլիմպիավանը մասնակցում էր 107 սանից 90 սան։ Օլիմպիավանը փակվելուց հետո 90 սանը դառավ մասնակից 20 սան։ Ինչի համար, որովհետև ծնողները չեն կարողանում բերեն Լենինգրադյանի դահլիճ, Բանգլադեշի դահլիճ։ Օհանյանի սաները հնարավորություն չեն ունեցել նորմալ պայմաններում մարզվելու։ Այն 20 հոգին են մի օր ձորում հավաքականը պարապելուց, մի օր, չգիտեմ, ստեղ, մի օր Բաքում, մի օր տնային աշխատանք գրուպայով ուղարկում են ընկերերիք, մենք այս վարժությունները արեցինք, գնահատում ենք, երեխեքին փորձում ենք չխորանանք, որ Օլիմպիավանն է պատճառը, բայց եկան մրցումների 20 հոգին էլ պարտվեցին։ Լողի մարզիչ Կարինե Թանգամյանն էլ իր եւ մյուս գործընկերների սաների համար է մտահոգված։ Հարյուրավոր սաներ մոտ 1 ամիս է չեն պարապում։ Ցավ եմ ապրում ուղակի, որ երեխաները չեն կարողանում մարզվել։ Վճարել են, վերցրել են աբոնեմենտներ եւ չեն կարողանում սպառել իրենց այցերը։ Դա ինձ համար ցավ է։ Ցավ է նաեւ իմ անձի համար, որ ես մնացել եմ անգործ եւ չգիտեմ այս երևույթը ինչքան է երկարելու եւ ինչքան է մնալու անգործ։ Օլիմպիավանցիները վարկեր ունեն, աշխատանք այս պահին ոչ։ Չգիտեն սոցիալական այս հարցը ինչպես պետք է կարգավորվի։ Սաները պլանավորված մրցույթներից հետ են մնում, այլ մարզահամալիրում շարունակել չեն կարող, նորից սկսել էլ չեն կարող, ասում է Կարինե Թանգամյանը։ Չեն կարող, որովհետև գումարն արդեն վճարել են Օլիմպիավանին։ Մտահոգություն ու հարցեր են բարձրաձայնել Օլիմպիավանի հաճախորդները սոցցանցերում։ Բարև ձեզ, Օլիմպիավանից ով է տեղյակ, բացվելու է, չի բացվելու, լողավազանի փաթեթները ինչ են լինելու, 90,000 վճարել ենք մի քանի պարապմունք է գնացել երեխան, վստահ եմ մեր օրի լիքը մարդ կա։ Մենք էլ էինք նոր կնքել պայմանագիրը, 4 պարապմունք գնաց աղջիկս։ Հա, ձեր նման լիքը մարդ կա, օրինակ, ինչ անենք, ինչքան սպասենք, տենց անժամանակ կարողա փակվի ու էլ չբացվի, տարբերակ բի համար բան մտածել են։ Օլիմպիավանի գլխավոր տնօրենն է պատասխանում հաճախորդների հարցերին։ Երբ որ թույլ տան աշխատանքը վերսկսենք, մենք իհարկե մեր հաճախորդներին կլսենք, սառացնենք փաթեթները, կփորձենք վերականգնել այն օրերը, ինչ պետք է այն մարզվեն էլի մարդիկ։ Իսկ երբ են Օլիմպիավանի կապարակնքված դռները բացվելու, չգիտի տնօրենը։ Փորձեցինք մանրամասներ իմանալ քննչական կոմիտեից, իրենցից պարզել, երբ է ավարտվելու գործողությունները։ Մեկնաբանություն չստացանք, մարզիկները վրդովված են։ Պատկերացնում եք սեպտեմբերի 1-ից փակեն X դպրոցն ու թույլ չտան աշակերտներին սովորել։ Իմ պետության մեջ չկա փակել դպրոց։ Իմ կարծիքով աշխարհում տես պետություն չկա, որ ինչ որ բանի պատճառով 3 օրից ավել փակ պայի դպրոցին։ Ուսուցում է, չէ՞, սա էլ մարմնի ուսուցում է։ Ես ուզում եմ պատճառը հասկանամ կամ սանին բացատրեմ կամ ծնողին բացատրեմ, ասեմ, ես ինչ պատճառով դպրոցը փակվել է, հանգիստ նստում ենք տեղներս, հանգիստ։ Քննչական կոմիտեն նշում է, քրեական վարույթի շրջանակում իրականացվող քննչական գործողություններն են պատճառը, այլ պարզաբանում չկա։ Հուլիսի 6-ին մարզիկներին վաղ առավոտյան դուրս են հանել, խուզարկել։ Նույն օրը խուզարկություն էր սկսվել Գագիկ Ծառուկյանի տանն ու 70-ից ավելի հասցեներում միաժամանակ։ Անիա Բաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։